Հիմա գիտեմ, որ շատ դժգոհություններ կա իրականում ու տեղին է դժգոհությունները, որովհետև երկար ժամանակ այս խճապատված ճանապարհով երթևեկելը շատ դժվար է, բայց կխնդրեմ մի հատ նաև ցույց տալ, որովհետև միգուցե մարդիկ չեն տեսել։ Այս պայն, եթե տեսնում եք, արդեն մայթի հատվածում փորվել է ստորգետնյա մալուխների համար տարածք։ Ինչու ձգձգվեց։ Ի սկզբանե նախագծում տված էր, որ փոխել լուսավորության համակարգը եւ մալուխները վերգետնյա լինեն։ Հետո ընթացքում որոշեցինք, որպեսզի ստանանք իդեալական ճանապարհ, մալուխները պետք է լինեն ստորգետնյա ու բոլոր մալուխները, ոչ միայն լուսավորության, այլև ինտերնետային։ Ինտերնետային էլ 4 կազմակերպության մալուխներ էին ամբողջությամբ, եթե գիշեք փողոցը տենց տհաճ տեսք ուներ էլի մալուխների առումով, հիմա որոշել ենք, որ ստորգետնյա, այդ է պատճառը, որ ձգձգվում է։ Բայց նաև պատճառներից մեկը, հիմա մենք հասնում ենք արդեն երիտասարդական փողոցը, այս հատվածը, եթե տեսնում եք։ Նախագծող կազմակերպությունը, երբ որ նախագիծ էր անում, մենք այս ենթակառուցվածքը, որը հիմա հայտնաբերվել է, ինչ է դա նշանակում, այն առաջվա կացելն է, հա, այդ շենքը, որ կոչվում է, դրանից գետնի տակով, ճանապարհի տակով թունելի նման այդ խողովակներն են գնում, թվով 3-4 խողովակ է։ Ու շինարարը, երբ որ այս հին հնապատը քանդեց, արդեն փլուզվում տեղի ունեցավ։ Նախագծում հարց կառաջանա, իսկ չգիտեին, որ կա այդ ենթակառուցվածքը, ոչ չգիտենք, որովհետև երկար տարիներ սա չի աշխատել, վիոլա ջրին չի պատկանում, հեցին չի պատկանում, այսինքն գրություններ, երբ որ ուղարկել ենք ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, իրանք չեն ունեցել, բնականաբար չեն տվել։ Մենք էլ չենք ունեցել արխիվներում դա, ու խնդիր է առաջացել, այսինքն փաստացի շինարարական աշխատանքը ըստ նախագծի կատարելու ժամանակ հավելյալ աշխատանքներ են ի հայտ եկել։ Սա է խնդիրը, որ մի քիչ ձգձգվում է։ Պարոն Ղումաշյան, եւս մեկ հարց, որը բնակիչներին այս վերջի ժամանակաշրջանում շատ հուզում էր։ Դե քանի որ այս ճանապարհահատվածը այլընտրանքային ճանապարհ չկա, սա միակ ճանապարհն է, որը կապում է M6-ի հետ ու ընդհանրապես այլ բնակավայրերի հետ, ու մի կողմը արդեն իսկ քանդված էր, այսինքն շինարարական աշխատանքներ կատարվում էր։ Հնարավոր չէր այդ հատվածը ավարտին հասցնել, հետո անցնել երկրորդ մասին, որպեսզի ամբողջ այս ճանապարհահատվածը կատվածահար չլիներ կամ, չգիտեմ, վարորդները անհարմարություններ չկրեին իրենց մեքենաների հետ կապված։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Հնարավոր է եւ այնպես անել եւս։ Եթե մենք հատված անենք, հիմա էլ հարց էր առաջանալու։ Ինչու են հատվածանում են, այս հատվածը չեն անում։ Մենք փորձում ենք անել, որպեսզի մեր բնակիչների համար շատ տենց ծանր վիճակներ չստեղծենք, բայց նաեւ ինչն է խնդիրը, երկար տարիներ չի վերանորոգվել։ Հիմա հաստատված ծրագիր կա։ Մենք փորձում ենք նաև փորձել ենք արագ անել այդ ամեն ինչը։ Բայց այն առաջի հատվածը Զորավար Անդրանիկը երբ որ սկսեց, այնտեղ էլի հայտ եկան շատ խնդիրներ։ Ինչումն էր այդ խնդիրները։ Սեփական հատվածներից կոյուղագծեր, ջրագծեր, այսինքն դրա վերաբերյալ նույն վիոլան ու հեծը կամ այլ ենթակառուցվածքներ տեղեկատվություն չէին կարող տան, որովհետև ֆիքսված չէր։ Դրա պատճառով էլ ահագին մենք ունեցանք ժամանակի կորուստ։ Եվ ունենք նաև ժամկետների խնդիր, եւ որ մրցույթը կայանում է, կա հստակ ժամկետներ, օրինակ շինարարին տրվում է 6 ամիս ժամկետ։ Հիմա եթե այդ 6 ամսում չի անում, բնականաբար ինքն էլ է խնդիր ունենում, նաև այնտեղ ֆինանսական հարցեր կա, որ շինարարը բանկային երաշխիք է բերում, դե բանկում գումար է դնում, այդ գումարը սառեցվում է։ Այսինքն կոմպլեքս խնդիրներ ա եղել, դրա համար ժամկետների առումով ինձ թվում է մենք ճիշտ ենք արել, որ երկուսը միասին ենք սկսել, որովհետև երկու շինարար են, տարբեր լոտեր են շահել։ Միայն էլի եւս մեկ անգամ կխնդրեմ մեր բնակիչների համբերությունը, որովհետև վստահ եմ, որ ունենալու ենք գեղեցիկ նորմալ ճանապարհ։ Պարոն Ղումաշյան, ասեք հիմա որ ուղղություն ենք գնում, ու որ բնակավայրից ենք սկսում այսօրվա մեր երթևեկը։ Հիմա գնում ենք Արևածագ, այնտեղ կոյուղագիծ ենք կառուցել սեպտիկ հորով։ Հիմա ոնց որ 3 սեպտիկ հորը տեղադրել են, մի հատ նայենք ինչ են արել, ինչ որակի շինարարություն ունենք ու երբ են ավարտում։ Շինարարն ուր է բառոմի։
Հասագա էլ են։ Բանուստես։ Լավ եք։ Լավ, դուք ասեք։ Լավ, նախ ես երկրորդ անգամ եմ գալի, չեք եղել ուղղակի այստեղ, բայց լսել եմ, տենում եմ, որ նաև նորմալ աշխատանքներ եք անում։ Այս սեպտիկ հորի հետ կապված։ Հիմա երրաֆաս պետք է լինի, հա։ Անպայման։ Իսկ նախագծով նախատեսված չի եղել այդ բանը։ Չէ։ Հիմա տեսեք, էդ էլ ամեն ինչ սկսվում է եւ շինարարության ձգձգվելը եւ ավարտվելը լավ մասնագետ ունենալուց։ Ինչա դա նշանակում։ Օրինակ հիմա նախագծողը պետք է ամենամանրուքային դետալներով անդրադառնա, չէ՞, աշխատանքին։ Լավ, կառուցեց այս մարդը գոյողագիծը, սեպտիկորը տեղադրվեց։ Հոսանքը որտեղից է միացնել։ Ու չի տրվել։ Հիմա հարց կառաջանա, բա արդյոք դա մեր բաց թողումը չի, հա, քաղաքաշինության բաժին ունենք, քիչ են հետևել։ Այո, նաև մեր բաց թողումն է, նաև մասնագետի խնդիր է, իրականում չկա էլ համայնքում տենց մասնագետ չենք ունեցել, որ ընդունենք աշխատանքի, որպեսզի այդ նախագծերը մենք, մեր բաժնի աշխատակիցներն են նայում, ես եմ նայում, բայց սենց բաներ կա, թվում է թե մանրուք է, հա, հոսանքի միացումը, բայց իրականում ամենախնդիր ունեցող գործերից է հետնել երրաֆազը քաշելը մի քիչ բարդ է լինելու։ Իսկ ունենք չէ՞ տեղ այստեղ։ Երրաֆազ ունենք, բայց 600 մետր դուրս։ Հոսանքի դա։ Խնդրեմ, 600 մետր։ Սեպտիկ հորի վերաբերյալ բնականաբար կոյուղագծերը բոլոր գրեթե գյուղական համայնքներում նաև Ալավերդի էլ ժամանակին եղել է սեպտիկ հոր, մաքրման կայան, բայց հիմա չի գործում։ Գյուղական համայնքներում ոնց է ընդունված, ինչ որ ձոր, ինչ որ իրենց բակերում փորված հորեր եւ այլն, սեպտիկ հորը ինքը մաքրման կայան է, այսինքն ամբողջությամբ էս մաքրվում է ու ջուրը մաքրված արդեն 70-80% մաքուր ջուր է դուրս գալու, էլի։ Մաքուր ջուր է դուրս։ Այսինքն ջուրը նաև կարա հետագայում Ամեն ինչին ծառայի։ փորձում ենք այդ անցումը կատարել, ինքը իրականում բարդ է, նաև ինքը թանկարժեք հաճույք է, հա, ասենց ասած, բայց պետք է այս մոտեցումը ընդունել ցանկացած համայնքում, որտեղ որ գոյուղագծեր պետք է անենք, պարտադիր պետք է տեղադրվեն այս սեպտիկ հորերը։ Գերեզմաններն են ցանկապատվել, ստեղ էլ կարող եք նայել։ Ունենք նաև տուֆապատում, որը ավարտվել է, չէ՞։ Ավարտվել է։ Իսկ ավարտական ունենք արդեն ռոմիկ, թե չէ։ Գազաֆիկացման աշխատանքները համայնքապետարանի շենքը վերջացվել է, իսկ 26 թվականին հիմա արդեն նախատեսում ենք մանկապարտեզի կառուցում 212 միլիոն դրամ։ 12-րդ փողոց ենք ունեցել էլի, գոյուղին վերջացրել ենք, ունենք Ասֆալտապատում ենք արել։ Կարճ ասած շատ ծավալուն աշխատանքներ է կատարվել եւ կատարվում է ու ընթանում են։ Հիմա էլ 26 թվականի սուբվենցիոն ծրագրերը երբ որ հաստատեն, եւս շարունակական ծրագրեր կլինի։ Մի հատ ուզում եի գնամ բնակիչներին տեսնենք գոհ են թե չէ, դժգոհ են։ Տղեքը նորմալ աշխատել են, չէ՞։ Ապրեք շատ։ Ոնց եք։ Ոչ մտածում։ Այս կոյուղու հետ կապված ինչ դժգոհություն ունեք, ինչ։ Ոչ մի դժգոհություն չունենք, շատ գոհ ենք։ Հա, նորմալ արել են։ Ամեն ինչ նորմալ են։ Դե շատ լավ է։ Հիմա այնտեղ որ տենում եմ այդ փորելա, դուք միացել եք արդեն, թե չէ։ Չէ, մենք պատրաստ ենք, որ հետո միացնենք, երշացնեն հետո։ Ամեքի Երևի բնակ դու չես չեմ ասել։ Դες գլավնի։ Գլավնի չէ, միացրած չի։ Ով չի միացրած են։ հա։ Հա դե լրիվին արված այլ է։ Արված Հիմա քո տանից միացումը կա։ Չէ։ Բախի չես միացնում։ չի աշխատում միացնում։ Հա։ Ով չենք ասել, ստեղից քաշած չէ։ Այս քաշած է, այս շատ ռուբե։ Հա, էլի այստեղ դրած է։ Հիմա քեզ մնում է միացումը տաս։ Ու հորը էս միացած Ես դերից նման դերից արդեն տրուբեն։ ու լրիվին նոմա իրանց տանից Բոլորն է միացնել պատրաստ։ չէ։ Մենք այստեղ նաև ճանապարհը սարքելու ժամանակ հետագայում ասֆալտապատում կամ տուֆապատում պետք է որոշենք, մի հատ է բնակիչները հետ քննարկենք։ Այս դիտահորերի հետ կապված անպայման պետք է ուշադիր լինենք, որ բոլոր դիտահորերը բաց մնան, էլի հանկարծ չդնեն փագեն, որովհետև հիմա այս պայն տես չի երևում։ Նախագծողները երբ որ գան, այս կոյուղագծի նախագիծը կհիշեք կտակ իրանց, այնտեղ տեղերը հստակ նշված է։ Իրանք դրանից օգտվելով նաև այդ նշանները կանեն, են։ Նաև այս փողոցը այս խիճապատումներ են կարել։ Ինչ հարց ունեք մեզ։
Մեր հարց են կլի ու վերջը մեզ ավարտից հետո Ճանապարհ։ Դե բնական է։ Մեր ճանապարհը ասֆալտապատված էր։ Հա։ Սելավները քանդել են ըստ գերջուրը գոլ կանգներ։ Այդ այս արանքը Այս ճանապարհով ես անցել եմ, դե ասֆալտ չկար, բայց անելու։ Հա, բայց ասֆալտներ էլ է հիմնականում։ Անպայման, անպայման։ Կամ ասֆալտ ենք անելու, կամ տուֆ, պետք է որոշենք։ Երևի ասֆալտը ավելի Ինձ էլ է թվում, որովհետև ուղիղ տարածք է, էլի, երևի ասֆալտը ավելի ճիշտ է։ Եթե անեք գոհ կլի։ Անելու ենք անպայման։ Մենք ենք շնորհակալ։ Բոլորիցն։ Մենք ենք շնորհակալ։ Բարև ձեզ։ Առողջականը։ Չէ։ Ձեր առողջականը մի հետել լավը չի։ Մերը չի լավը ձերը որ դեզ լավ։ Դեպ շինարարներն այս փողոցից շատ գոհ եւ շնորհակալ են ամեն օր Շատ գոհ են։ սուրճով։ Ձեր Ոնց է գոյողու հետ կապված հարցեր ունեք։ Չէ, շատ ենք ուրախացել ամեն ինչով։ Մենք չենք այդ պատկերացնում որ կլի։ Իսկ մեր այս առողջապահության ապահովագրությունից օգտված քաղաք գնացել եք բժշկի հետ։ Դիմել եք։ Չէ, Չեք դիմել։ չէ։ Ապահովագրությունից բայց գիտեք, չէ՞ որ կարաք օգտվեք։ Չէ, բժշկի գնում ենք դա միել ոնց Դե ձերը բոլ ցանկացած, եթե չեմ սխալվում, անվճար է, էլի։ Հա, Գիտեք, չէ։ 65 65 տարեկանից բարձր անվճար է։ 75-ն է։ Հա։ Ինչա։ Դե աստված տա առողջ լինեք, չգնաք, բայց իմացեք, որ շատ ազատ կարող եք գնալ, ցանկացած ստուգում, չգիտեմ, տարբեր հարցերով ու այդ ամբողջը անվճար է։ Ուրախ ենք։ Իմ դեղերն էլ անվճար է դա, ասենք։ Տեղերն էլ անվճար։ Դե շատ լավ է։ Ինչ ունեք մեզ ասելու, ինչ հարց ունեք։ Ես եմ ամեն ինչ համար գոհ ենք, ինչ ասեմ ես։ Դա բա դժգոհելու բան չկա, մի բան է դժգոհեցեք։ Չէ, դժգոհելու բան չկա։ Կլինի, մի բան է դժգոհելու կլինի։ Գնացինք, լավ մնացեք։ Չէ, շուրջ ադրել։ Սուրճ եք դրել։ Հա, կարելի է։ Այս որ այս թաղն ասում են անկեսուրների թաղ։ Այդ ինչի նկատի ունեն։ Որ լրիվ ջահել հարցներ են էլ դրա համար։ Հա։ Որ եկել ենք այս տների մեջ։ Այդ շատ շուտվանից են ասում։ Շուտվանից, այնա երբեք էլ ենք այստեղ։ Բայց կեսուրնին ուր են ելել որ դուք եկել։ Էլ չգիտեք այսօր, ես մեր 10 տան մեջը ես եմ եղել։ Հա։ Հա։ Ձեր թաղում ավելի ազատ են ելել հարցներն, Այո, էլի։ այստեղ Քան են ազատ են ներքևի ելել։ թաղերում։ Հա։ Հիմա այս մանկապարտեզել ենք կառուցելու։ Այս տարի սկսել ենք շինարարությունը։ Շատ լավ է կանամ։ Երկու խմբանոց, երկու խմբի համար, քանի որ նաև ցավոք սրտի գյուղում այդքան երեխա չկա, որ 4 խմբանոց սարքենք։ Հա։ Ու հնարավոր է տեսնենք, եթե ստացվի, եթե ժողովուրդը ցանկություն կունենա, նաև կարողա ծաթերի երեխեքին։ Ով կուզի էլի, իհարկե պարտադրանք չկա, բայց այդտեղ քանի որ նոր մանկապարտեզ ենք ունենալու, ամեն ինչով հագեցած, վերանորոգած, ենթադրում ենք, որ կարող է մարդիկ ուզեն նաև ծաթերից երեխեքին բերեն։ Իսկ դպրոցի մասին տեղյակ եք, որ դպրոցել են սարքում։ Հա, դե լսել ենք։ Հա։ Դե շատ մեծ ուժեղ դպրոց են սարքելու։ 10 տարի առաջ էլ մանկապարտեզ չունենք, հիմա էլ չունենք, բայց դպրոցի շինարարությունը դե իհարկե մեծ աշխատատեղեր է, մարդիկ աշխատում են, շատ հաճելի է։ Բայց դե իհարկե ժամանակավոր աշխատատեղեր է, օրինակ կանանց համար բոլոր կանայք տանը ոչ մեկը զբաղվածություն չունեն։ Օրինակ այս մի 4 գյուղերի համար մի կարի ֆաբրիկա կամ ինչ որ մի բան, որ մեկ շատ լավ շնորհքով կանայք ունեն կարան աշխատեն, առաջ կարաղեգի շատ լավ էր մարդիկ աշխատում։ Ճիշտ է ես փոքր եմ, բայց գնացել եմ մորքուրիս հետ, տեսել եմ, որ 4 գյուղերից այդտեղ աշխատում։ Որտեղ։ Աղեգի։ Եղել ալը։ Հա, սովետական միության ժամանակ կար։ Հիմա Շատ գովել է, դաժե Ձաղի ձորից էին ավտոբուսներով գալի։ Այ որ տենց միտեղ լինի, որ կանայք դաշտ են գնում հիմնական, բոլորը չեն կարողանում։ Ով էլ կարողանում է, դե դա ժամանակա, որ մի ամսվա կամ թող 2 ամիս գնան։ Հիմա տեսեք, ձեր բարձրաձայնած հարցը իրոք շատ կարևոր է, Շատ։ բայց այդտեղ մի հատ նրբություն կա։ Դպրոցը կառուցում են, գոյուղին կառուցված է, ճանապարհներ կառուցում են։ Ճանապարհների մասին Ժամանակ, հա, հիմա տեսեք, դուք գիտեք թե չեք խոսում այդ մասին, որովհետև արդեն անում են ու արել են, շարունակում են անեն։ Դուք արդեն
այն խնդիրն եք բարձրացնում աշխատատեղի, որը իհարկե ընդունելի է եւ բնական է եւ ճիշտ է։ Այս մասով մենք ընդհանրապես որպես իշխանություն, որպես համայնքային իշխանություն, մենք մենակ չունենք էլի տենց հնարավորություն, որ մենք բացենք դուք աշխատեք։ Մենք ունենք հետեւյալը։ Մենք առաջարկում ենք եւ ցանկացած բիզնեսմենի, ցանկացած գործարարի տալ ցանկացած հնարավորություն, որ իրանք հիմնեն, մեր կողմից ստանան աջակցություն տարբեր հարցերում, հա։ Եթե հող կուզենան, հող տրամադրենք, եթե շենք կուզենան, շենք տրամադրենք։ Այսինքն մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ցանկացած գործարարի, ով որ կարա հիմնի 5 աշխատատեղ, 10 աշխատատեղ, որը նաև հետագայում կմեծանա։ Ոնց է։ Լավ առիթով եք եկել։ Ուզում ենք ձեզ լսենք, տենանք լավ առիթով է, թե լավ առիթ։ Իհարկե։ Գիտեք ինչ է ուզում նաև խնդրեմ դուք էլի ամենքը ձեր մասով, ձեր հարազատներին, չգիտեմ, բարեկամներին։ Առանց խնդրել։ Մեզ շատ կարևոր է նաև այս գյուղական համայնքներում մաքրություն պահելը։ Իհարկե։ Հայաստան, Տերնա, շինարարությունից խոսում ենք օֆիս ասած բրիգադի նասերոժը, բրիգադի կազմակերպիչն է շինարարություն։ Հա, դուք եք։ Այս շինարարություն, այս գյուղագծերը որ արեն նորմալ է։ Հա, լավ։ Նորմալ են, չէ՞ արեն։ Նորմալ է տղեկ են, լավ աշխատել են որակով։ Նայեք, նաև ինչն է, էլի։ Հիմա շինարարության ժամկետների ձգձգվելու, չէ՞։ Նաև շատ կարևոր է շինարարը։ Պատասխանատվությունը շինարարի, որովհետև ցավոք սրտի մենք ունենք շինարարներ, ովքեր գալիս են տենդերը շահում են, հա, իրանց գումարի համար, իրանց չգիտեմ ինչի համար, ու մեզ են գցում կրակը, վերջում իհարկե իրանք էլ են ընկնում կրակը, որովհետև այնպես չի որ մեզանից հեշտ կարելի է աշխատանք չանելով գումար վերցնել, բայց տեսեք ինչ ցենց մի հատ ցիկլ է դառնում։ Վատ նախագիծ, վատ շինարար, եթե դերքուց էլ համընկնում է, ընդհանրապես կրակն է զգնում։ Դες որ պրստեմ մի հատ է ճանապարհը։ Այդ արդեն խոսում։ Դե բել ինչ ասեք, լավ էլ տենում եք տեղին ամեն ինչը գնում է։ Արագ էլ գործել ընթանում է, մեր գյուղն էլ զարգանում է, մեզ ինչա պետք է սրանից հետո։ Մեզ ասեմ ինչա պետք, մեզ պետք է համախմբվածություն, մեզ պետք է իրար Դա դրանից է իրար, ցենցա դառը։ գիտեք ինչն է, նաև այդ խնդիրները որ լինում է վեր չեն հանում։ Հիմա օրինակ լինում է, չէ՞, պաշտոնի ատարանձի մոտ, ասում են չխոսանք։ Այ ախպեր ընդհակառակ խոսան, որ մենք էլ իմանանք, որովհետև իրականում բաներ կա մենք չենք կարող իմանանք։ Մեզ բան մեր գյուղը քաղաքի աստիճանի արդեն հասնում ենք։ Այնավոր բարձր շենքեր չունենք, տարբերություն։ Այ քաղաքի աստիճան ասից հիշեցի։ Ձեր գյուղի տրակտորիստներին խստիվ ասում ես, այս ճանապարհ մտնել դուրս գալիս, հիմա գալիս ենք մի 20 մետր։ Չէ։ Այդ փողեր։ Ցեխո դուրս է գալիս, սաղ ճամփեն բաներ։ Մի 30 մետր երևի հատված ցեխում կորած։ Լույս ճանապարհ է չունեն։ Դե չգիտեմ, մի բան պետք է հիմա որ այդ ցեխը դուրս գան, թող քերեն, մի բան անեն, լապատկեն, ունի քերի, մի քիչ ցեխ լինի։ Ասա էս են ցեխեր։ Մեր մտածերունդի հարցն է, որ երեխաները ամեն ինչի զրկում են։ Դե կարելի ասելով մեքենա ունի, մի քանի հոգի հավաքում է տանում է, ըստիան օծում։ Երեխաները գնում էին բոքսի, կիսա թերի մնաց, կիսա թողին։ Տրանսպորտի պատճառով։ Սպորտով զբաղվելու։ Թե սպորտ, թե նկարչություն, թե արվեստ, վերջը պար, ամեն ինչը։ Պետք է էլի որ մի հատ տրանսպորտ լի, ժամ նշանակվի, գումար հատկացվի, թե ծնողների ուժերով այդ գումարը տանք, բայց այդ տրանսպորտը տանի բերի երեխաները։ Տրանսպորտ նախատեսում ենք։ Հիմա Ալավերդի ամեն ինչից զուրկ են մնում երեխաները։ Մի ասում ենք դեպի առաջ ենք գնում քաղաքի, հա, վարիանտ, բայց հայտարարությունները գրած կծրած երբեմն չեն կարդում մեր կուլտուրայի այս բային գործում է երաշտական, նկարչական։ Իսկ բոքս կա։ Բոքս չկա, բախի չենք հրավիրում։ Դու մի քանի անգամ ինձ ասիր, բեր երաշտականը բացենք այդ դա։ Շատ ուզող կար, հիմա չկա։ Օձունից գալիս են, եթե սկզբից 10 երեխա են մասնակցում։ հա, մենակ դաշնամուր է։ Ասենք ինչ վերաբերում է տրանսպորտին, քիչ այդ պահանջին պետք է մարդիկ հետևեն, էլի։ Հետևեն։ Ամեն օր մեր կուլտուրայի շենքը բաց։ Դե ամեն մարդու։ նայեք, ինչ վերաբերում է
տրանսպորտին, Ալավերդի որ ձեռք ենք բերել այդ ավտոբուսները, հաջորդ մեր ծրագիրը բոլոր բնակավայրերը կապել Ալավերդու հետ։ Մեր գյուղը շատ մեծ գործ էր արվել։ Ես կուզեի մեր բնակիչները լրիվ ինչը ոնց կա հենց Այս տենը մեկ, բա տենը մեկ, բա ոնց։ որ ես թվեմ ամենամեծ գործերը այսօր ամբողջ օրը մեզ չի հերիքի։ 3 թաղամասի կոյուղի, 3 թաղամասի լուսապատում, Այդ լավ ասիր։ ասֆալտապատում, լուսավորություն, գերեզմանի տարածքի ցանկապատում, գրադարանի վերանորոգում, էլ ինչ ասեմ, համայնքապետարան, ամբուլատորիա, Գազաֆիկացում, չէ՞։ Իսկ ջերուցում արին։ Մենք այս թաղում չենք պատկերացնի, որ ջուր կունենանք։ Երազենք, ասենք, աղի նման կլի, մեր դրոնը գա։ Այդ կատարվեց։ Մենք էլ աշխատում ենք հարգուտուրքը լրիվ տեղը ամեն բանը կարևոր հարց։ Հաջում ենք, այդ պետք է անենք, էլի որ։ Կարևոր հարց։ Որ պահանջում ենք, պետք է տանք, չէ որ պահանջենք։ Միանշանակ։ Դա դրանից է գալի տեղ։ Նաև խնդրանք, որ հարկերի վճարումը շատ պարտադիր է ու ժամանակին էլ վճարումը ճիշտ է ու պարտադիր։ Ոնց որ շատ խոսեցին։ Ապելակերպից հետ ենք ընկնում է վաղտ։ Գնացինք ապրեք շատ, շնորհակալ ենք։ Միքել ենք շնորհակալ, որ Միշտ լավ գործեր անենք։ Արքանի ծնունդ շնորհակալ։ Եկունե համեցեք։ Լավ մնացեք, բարի, առողջ եղեք։ Շնորհակալ ենք։ Իդեպ այս ճանապարհը բնական է, որ էլի օրակարգային հարց է, դպրոցի հետ կապված շինարարությունը քանի որ Կարմիր աղեգում էլ է տեղափոխվելու է դպրոցը, այս ճանապարհը 100%-անոց պետք է կառուցվի ու կառուցվելու է։ Մեր հետի գործընկերները արդեն սոր աշխատանքները տանում են։ Վալյուսա, քանի հատ մնաց։ Ու վсё, պրֆակ։ Բանով, էքսկավատորով ճիշտ չեր էլի քանդելը, չէ՞։ Իսկ սրանց մի կողմի վրա միշտ հակում է, չէ՞։ Չէ՞ մալադեց, արագ թափով արեք։ Իսկ գծերը ինչքան վաղտում կքաշեք։ 3-4 օրից պատրաստ է։ Կաբել բան տվել են սա։ Դա շատ լավ է։ Այս երկուսն էլ դնում եք ուսու։ Ուրեմն սա մեր ամենամեծ խնդրահարույց հարցերից մեկն էր Մղարդ եւ Արդվի գյուղերում։ Արդեն ահագին ժամանակը ավարտված է ջրագծի կառուցման աշխատանքները, բայց ունենք պոմպակայանը պետք է սնուցվի հոսանքով, այդ հոսանքի խնդիրներ։ Իհարկե ժամանակահատված կար, որ ձգձգվում էր, բայց հիմա մեր հետի գործընկերները շատ արագ կազմակերպեցին, արդեն որերորդ օրն է, 4-րդ օրն է, արդեն ավարտում են։ Հիմա հենասյուները, որ տեղադրեն, արդեն մալուխները կքաշեն ու պոմպակայանը արդեն կմիացնենք։ Ոչ Մղարդում, ոչ Արդվիում խմելու ջուր չկար, բայց հիմա արդեն մի քանի օրից, երևի մի 10 օրվա ընթացքում փորձնական ենթադրում եմ արդեն ջուրը կտեղափոխենք։ Վիոլա ջրի մեր գործընկերների հետ կփորձենք արագ այդ թղթաբանության խնդիրները լուծենք ու ամբողջ երկու բնակավայրերը արդեն կապահովեն ջրով։ Լավ եք, ապրեք, շատ ուժեղ գործ արեք։ Պոմպակայանն է, էլի, հիմա բնական է փակ կլինի դուռը։ Այս ընդհանուր Ստեփանավանից եկող գծից արդեն միացված է։ Ավել ճիշտ միացնելու են։ Աստեղ բան չի մնացել, տես մանրմունը ինչ-որ աշխատանքներ է։ Սա է այդ պոմպակայանը, որը սնուցելու է այդ երկու բնակավայրերը։
Հիմա այս պահին ես, չգիտեմ, այս ռեպորտաժը երբ կգնա, երբ կլուսաբանեք, միգուցե այդ պահին դեռ ջուր չկա, բայց մեր ժողովուրդը էլի կխնդրեմ մեր բնակիչներին մի քանի օր էլ համբերեն, զուտ օրերի հարցը արդեն մնացել։ Եթե այն ժամանակ մի քիչ անորոշ էր, քանի որ նախագիծ չկար հոսանքի հետ կապված նկատի ունեմ, նաև հեծում էր ինչ-որ ձգձգումներ լինում, բայց այս պահին արդեն վստահ կարող ենք ասել, որ աշխատանքները արդեն ավարտին են գնում, եւս մի փոքրիկ ժամանակ եւ մաղարթում արդվիում կունենան խմելու ջուր։ Ապագա հարցնացուներին է կոչ անենք, որ այլևս կարող եք ուշադրություն դարձնել մղարդ, արդվի, տենց։ Տղաներին էլ կոչ եմ անում պատրաստվել ամուսնությունները։ Իրոք էլի, այս իրականում սա ոչ թե ձևականություն եմ անում, կադրում եմ դրա համար եմ անում, ամեն օր ես սրա մասին խոսում եմ։ Հիմա այս մեր նույն տուլա։ Հիմա նայ, 3 հատ սուրճ են խմել, չգիտեմ, երևի շինարարներն են եղել։ Թող լսեն էլ։ Գցել էստեղ, վստահաբար իրանք եկել են էստեղ մեքենայով, ճիշտ է։ Նույնիսկ ոտով, գցի ջեբը տարկցի աղբարկը։ Հիմա սա որ դու գցել ես, այն մեկն էլ եկավ տեսավ մի հատ էլ ավել բան գցեց։ Հարգելի, սիրելի բնակիչներ, շինարարներ, հյուրեր համայնքի, խնդրում ենք նման կերպ մի վարվեք։ Սա իրականում անհարգելի վերաբերմունք է եւ ինքներդ ձեր հանդեպ, պետության հանդեպ, մեր հողի հանդեպ, հայրենիքի հանդեպ, խոսում ենք հայրենիքից, հայրենասիրությունից, այս է մեր հայրենասիրությունը։ Խնդրում եմ ուղղակի նման բաներ մի արեք։ Գցեք ձեր մեքենայի մեջ, հենա, նայեք, գցում եմ իմ մեքենայի մեջ, խնդրում եմ ցույց տվեք։ Նույնիսկ այս ձև, գցեք ստեղ, դրեք ստեղ, ճանապարհին լիքը աղբամաններ կա, գցեք աղբաման։ Պարոն Մաշյան, այն նկատեցինք արևածագում կոնկրետ, մարդիկ իսկապես էլի, սենց տեղում, չգիտեմ, պաշտոնավորներ գալու, տեղում խոսելու, խնդիրը բարձրացնելու, իրենց խոսքով ասած փքահան լինելու, մեր լոռեցիների խոսքով ասած, սենց կարիք ունեն էլի, ու դուք այս այցերի ընթացքում, մարդկանց հետ անմիջական շփման ընթացքում, ոչ ֆորմալ շփման ընթացքում ինչ եք նկատում։ Շատ տարբեր են, այդ մեր ասած փքահանվել լինելը շատ տարբեր է լինում։ Դե տեսեք, հիմա նոր արևածագում որ խոսում ենք, հա, արդեն մարդիկ խոսում են երեխաների զբաղվածության մասին, ինչ-որ խմբակների մասին, չնայած վարչական ղեկավարը մի քիչ հակադարձեց, որ իրենք կազմակերպել են, հա, իրենց ուժերով, համայնքապետարանի ուժերով, բայց շատ տենց ցանկացողներ չեն եղել։ Այսինքն իրենք չեն խոսում, հիմա կոնկրետ այդ երկու թաղամասել չի խոսում գոյուղի մասին, չի խոսում լուսավորության մասին, որովհետև այդ աշխատանքները արդեն կատարվել են։ Ընդհանուր տրանսպորտից են գյուղական համայնքներում բողոքում, որը իրականություն է, եւ մենք էլ ենք համաձայն, բայց այդ խնդիրն էլ շուտով կլուծենք։ Ես երբեք չեմ էլ խուսափել, հա, երբ որ քննադատում են կամ ինչ-որ պահանջ են դնում։ Իհարկե ամեն ինչը պետք է նաեւ օբյեկտիվություն ունենա։ Լինում են դեպքեր, որ հիմա այսօրվա դե պահանջում եք, բայց երբ որ դու պահանջում ես, կառուցում են ու ճանապարհով գնում ես աչու ձախ կողմերը աղբա թափած, այդ դեպքում ինչ ասես։ Հիմա իշտենք սանային կայարան, այնտեղ խմելու ջրագիծի աշխատանքներն են վերջի փուլ, հա, որպես այդպեսին, դե երկու փուլով ստացվեց, մի փուլով ստացվեց սնուցող խողովակը կառուցեցինք, ընդհանուր սանային կայարան թաղամասի, հիմա արդեն բնակիչներին կոնկրետ բնակարաններ սնուցող ջրագիծն են կառուցում ու համատեղ համայնքի բարերարի ուժերով հատ այգի կա, դա ենք վերանորոգում տեսքի բերում, որպես խաղարապարակ այգի։ Մենք օխի շենքնել են ես ասկսում։ Են էլ, բանն էլ։ Ես ոնց որ նորմալ շինարար է։ Ինչն էր, այդ անձրևի պահը, հա դե, այդ գիտեք նաև նրանից հա, որ վրազացնում ենք, էլի, ասում ենք արագ։ Դիվանին աչկա, կարևոր է լի պրծնի։
Մեր իշխանությունը, մարզպետարանը, համայնքապետարանը շատ օգնել են, շատ շնորհակալ ենք։ Ընտրություններն է իրանց կդենք։ Բախո որ մեր պետությունը պահպանվի, չենք գնալու ես ինչ անենք։ Դե մեր տարանք են բողոքողներ կան, բայց իզուր են բողոքը, մայ սենց օգնել են։ Ոնց ասես չեն արել։ Արել են, ոնց ասեն չեն արել։ Ինչ պետք է արել են, ոնց ասես չի։ Հմել է, այս անձրևները եկավ քիչ տուժվեցինք, չէին, անձրևը կրիշը որ բացին արել, անձրև եկավ քիչ վնաս բացավել, վնասն էլ կքաշեն։ Դավրա մեզ մայ շերիկ, էլա հույսա տալաս մեզ կանենք, են կանենք։ Գիտե որ դուք ալիքից եք, ես նարգի ես պետությանը պետք է ես ուսակցանը օգնեմ, ճիշտ եմ, ինձ ոնե։ Ոչ մի համայնքապետ իր նման չի եղել։ Աղետի ժամանակ եկելան, դաժե կռացել, են տիլա, ցեխա, ես ինչ գիտեմ, միջով ման եկել, ամեն ինչ էլ արել են իրանք։ Լավ եկել եք զանագերև եք տանեմ եք։ Մարադեց իրանք։ Կատարում են բնակարանների, բնակելի տների սնուցման համակարգի կառուցումը։ Բարդություններ կա շատ, հիմա խնդրեմ նաև տեսնեք, որ հին խողովակներ եւ այլն շատ կարելի ասել դաժան աշխատանք է ու նաև տեխնիկայի աշխատանքի հետ կապված է խնդիր առաջանում, տրակտորի եւ այլն, բայց նորմալ աշխատողներ են, նորմալ բրիգադա տեսնենք։ Այս թաղամասը սնուցվել է վերևը մեծ բասեյններ կան էլի, այդ բասեյններից ու սարի ջուր ա եղել, փորձաքննությունն անցել է, այդ ջուրը տեսել եմ, որ խմելու համար ինքը ոչ այնքան պիտանի է, հիմա նոր ցանցն են կառուցել, արտաքին ցանցը արդեն կառուցված է, ներքին ցանցի միացումներն են հիմա տալիս։ Շատ հատված է ձեռով լել։ Տրակտորը գցեցինք, սաղ կոյուղինի է, կեսը թազա է։ Դες դու տրակտոր չես կարող։ Ես չեմ կարող շենքերի հայատնի սաղ Շենքերի հայատնին է կոյուղինի կա, ու ըստ որ կոմունիկացիա չի եղել, հիմնականում չգիտեմ ոնց է կոյուղին գնում էլի, հա, նաև ջուրը։ Այն վերևը ասի փագել եք, չէ։ Ոբշի վերևը պատրաստ է, մնում է միացումները տանք ու ստիր պրստենք, ջուրը մի հատ բացեն, մի հատ տենամ տանող տեղ մեր կա չկա, նոր փագել։ Պարոն Մաշյան, ծրագրով երբ է նախատեսվում ավարտին հասցնելու, ինչը կարող խանգարի, որ չլինի, դե խանգարող հանգամանքներ հասկացնենք, որ շատ կան։ Շատ են խանգարող հանգամանքները, մենակ այսքան տեղը դուք նկարեք ամենքան տեղը երևա։ Հիմա այս թաղամասում է, բայց ավելի շատ խնդիր էլի, այն կողմերը կարող է շատ խնդիրներ չլինեն, չնայած այնտեղ էլ է նույն բանն է, հին շենքեր է, տարբեր ձևի կոյուղիներ կա, շատ ջրագծեր, էլի այդ շենքերի համար իսկ ժամկետները, եթե չեմ սխալվում, 2 թե 3 ամիս էր տված, բայց հաշվի առնելով, որ sense բարդություններ կա, ընդհանրում եմ շինարարը կդիմի, նաև ժամկետները կերկարացնենք։ Ծրագրի մասով ինչ կասեք, միջոցներով արվում, սաղ շելավում։ Համայնքապետարանի ուղիղ միջոցներով արվում, անցածը, որ արվել է այդ սնուցող մագիստրալը, դա պետական միջոցներով էր, ընդհանուր 57 միլիոն, եթե չեմ սխալվում։ Այս մի փուլը ուղիղ համայնքապետարանի ֆինանսավորման բանում, նախորդ փուլը եղել է ուղիղ պետության ֆինանսավորման։ Սրանից հետո արդեն Սանային կայարանի բնակիչները կունենան մաքուր խմելու ջուր։ Կառավարությունը լավն է, երնակ պաշտպանեք։ Ոչ դեռ ոնց պաշտպանենք, բա պաշտպանում ենք, բան պետք է պաշտպանենք։ Չգար դե։ Դուք պետք է պաշտպանեք, դուք։ Դու թե ես վերտանով այդ կանգնած եմ։